Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այսօր մենք զրուցելու ենք պարոն Աշոտ Գևորգյանի հետ, ֆիզմատգիտությունների դոկտոր պրոֆեսոր եւ Վարդան Խաչատրյանի հետ, կրոնագետ, փիլիսոփա, ողջունում եմ պարոն Այկ, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Առաջին հարցս վերաբերում է հետընտրական Հայաստանին։ Ընտրությունները վերջացան, կարծես թե հետընտրական զարգացումները եւս ավարտվեցին, Փաշինյանը ամենայն դեպս գնացել է արձակուրդ, խորհրդարանել է հանգստանում։ Ինչ ունենք, աշնանը խորհրդարանը սկսելու է իր բնականոն աշխատանքը, բոլոր հարցերը լուծվել են, խնդիրները փակվել են, պարոն Գևորգյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես ուզում եմ մինչև հետընտրական ընթացքները քննարկելը, ասեմ, որ ֆիքսեմ թվերով, էլի, այսինքն ընտրություններին ըստ օֆիցիալ վիճակագրական տվյալների մասնակցել են մոտարապես 60% ընտրող, որից մոտարապես 49-50 համարենք հավաքելա իշխող կուսակցությունը, այսինքն 60 բաժանած 2, 30%, այսինքն եթե հավատանք այդ օֆիցիալ տվյալներին, ապա իշխանությունները ունեն 30% վստահության քվե, բայց պետք է հաշվի առնել, որ էական մեծ ռեսուրս, իշխանական ռեսուրս օգտագործվել է ընտրությունների ժամանակ, այդ ակնհայտ է, չեմ ուզում դրա մեջ խորանում, այդ բոլորին ակնհայտ, եւ ասենք դե եթե մի 20-25% էլ դուրս հանենք, այսինքն իշխանությունը հանձինս վարչապետի չունի լեգիտիմություն։ Սկսենք դրանից։ Պարոն Գևորգյան, մի պահ կանգ առնենք, դուք 25% պարզ չի ոնց հանեցիք, այդ 25%-ով որ հանում եք եւ 5% եք թողնում, նորից եթե կարելի է, որովհետեւ հետագայում մենք այդ թվերով ենք, քանի որ թվերից ենք սկսում։ Բայց այդ ընտրական իշխանական ռեսուրսը ակնհայտ օգտագործվել է։ Բայց 20% է, 15% է, 25%։ Լավ, թող 20% է։ Կարող է հենց ամբողջ 30%-ն է։ 30%-ը դա արդեն բավական ցածր լեգիտիմության բան է։ Ուրեմն ստեղ պետք է նաև մենք վերլուծենք այդ բանը սահմանադրությունը, հիշում եք, այս սահմանադրության գործում այն ժամանակ սահմանադրությունը նույնպես անցել է կեղծիքներով, իրականում սահմանադրությունը քվեարկությամբ չի անցել, այսինքն մեր մոտ այս ընթացքը հարահոսը ամեն ինչ կեղծիքների վրա է հիմնվում, եւ այդ տարիներով կուտակվում է եւ ավելի վառ դառնում իշխանությունը փաստորեն իր գործողություններով փոխանակ այդ հեղափոխական ճակերտավոր, որտեղ ես չեմ ընդունում դա որևէ հեղափոխություն չի եղել, իշխանապողություն է, իշխանահանձնում է եղել Սերժ Սարգսյանի օրոք, այս սույն անձին, ոչ մի դրական այդ իմաստով, որ բարելավի, ասենք, հասարակության վստահություն ձեռք չի արվել եւ չի արվելու։ Հիմի էլ չեմ ասում, որ դրա արկայությունը, որ ոչ այսպես ասած ցածր, ասենց ասեմ, լեգիտիմություն եւ այլը մեծ խնդիրներ առաջացնում դրսի ճնշումների համար, որտեղ դրսից մենք ակնհայտորեն տեսնում ենք ուժեղ ճնշումներ եւ տեսնում ենք ակնհայտ մեր դիրքերի հանձնում բոլոր բնագավառում, դա կլինի սիմվոլիզմի բնագավառում, որտեղ դա շատ կարևոր է, դա կլինի մշակույթի բնագավառում, դա կլինի սահմանների, չեմ ասում, դե ասենք որը սկսել է սահմանների հանձնումը ոչ թե 20 թվականի պատերազմից, այլ 18 թվականից, երբ որ վարչապետը թույլ տվեց, որպեսզի Նախիջևանի կողմից իբր թե ադրբեջանցիներ ունենան հնարավորություն իրենց գերեզմանները այցելելու, ահագին կարծեմ 5 կիլոմետր խորացան մեր սահմանների մեջ։ Եվ այս վիճակում, երբ որ նա բացարձակապես հրաժարվում է ամեն ինչից, ինչ որ բնորոշում է հայկականությունը, սպասել, որ այդ դժգոհությունները չեն պայթելու, միամիտություն կլներ։
Այսպես վիճակ է, ես ամփոփ բաներեցի նկարագրեցի հասարակության մեջ, ես էլ որպես հասարակության անդամ, ոնց եմ ես մտածում, եւ վերջին հաշվով նայում եմ 7 տարվա ընթացքները, օրինակ ասենք մարդիկ կան, որոնց համար շատ կոմֆորտ է, օրինակ ասենք ես, լինելով գիտության ոլորտի աշխատող, կարայի ելնել այն պայմաններից, որ հիմի գտնվում եմ, հիմի անկեղծ ասած շատ ավելի լավ է գիտնականի համար, քան նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ։ Ես դա ուզում եմ նշեմ, այսինքն աշխատավարձեր եւ այլ, բայց ես գիտեմ, թե դա ինչի հաշվին է արվում։ Ինչի հաշվին է։ Դա արվում է այն ահռելի պարտքեր, որ կուտակվում են եւ դրա արդյունքում մենք չունենք որևէ զարգացում, դա մեր համար շատ մեծ, այսպես ասած, կշռապ, այո։ Շնորհակալ եմ, պարոն Գևորգյան, ես այժմ ուզում եմ գովազդ հայտարարել եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդից հետո վերադառնալու ենք տաղավար եւ այնուհետեւ լսելու ենք պարոն Խաչատրյանի կարծիքը։ Գովազդը եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Աշոտ Գևորգյանի հետ, ֆիզմատգիտությունների դոկտոր պրոֆեսոր եւ Վարդան Խաչատրյանի կրոնագետ փիլիսոփա։ Եվ այսպես պարոնակ մենք զրուցում ենք, քննարկում ենք հետընտրական Հայաստանը։ Հարցս հետեւյալն է. Փաշինյանը արձակուրդ է գնացել, խորհրդարանը չի աշխատում եւս արձակուրդում է, եւ աշնանը մենք տեսնելու ենք նոր
նորակազմ, այսպես ասեմ, խորհրդարանի բնականոն աշխատանքը, բոլոր հարցերը արդյոք լուծվել են, թեման փակվել է եւ գնում ենք առաջ։ Պարոն Խաչատրյան, Ես առաջի հերթին ցանկանում շեշտել, որ մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ այս ընտրությունները պետք է հաղթահարեն մի գլխավոր մակրոխնդիր, մեծ խնդիր հայ ժողովրդի եւ ընդհանրապես մեր պետականության համար։ Նեգատիվ ընտրություն այլևս Հայաստանում չպետք է լինի։ Այսինքն չարիած փոքրագույնի ընտրություն չպետք է լինի Հայաստանում, որովհետեւ երկու անգամ այդպիսի շռայլություն մեզ թույլ տալ մենք չենք կարող եւ որևէ երկիր թույլ տալ իրեն չի կարող, բայց ոչ մեկը չանսած այդ բազմիցս հնչած ահազանգին, որովհետեւ ինչ է տեղի ունեցել։ Մեր նախորդ ընտրությունները չարիած փոքրագույն էին։ Այսինքն չարիած փոքրագույնի ժողովուրդը գնում է եւ ընտրում է։ Իշխանությունը կորցրեց իր ռենոմեն, իր հասարակական համարումը, բավականին արագ իջավ շատ ցած այդ համարումը եւ հիմա նորից քարոզչական ողջ ռեսուրսի, վարչական ռեսուրսի օգնությամբ տարավ ընտրությունը նորից չարիած փոքրագույնին։ Այսինքն այդպես լինում, պատճառը որ ուրիշ տարբերակ չկա, ուրիշ հնարավորություն, այսինքն ինչ հնարավոր։ Հիմա տեսեք, բազմաթիվ օրենքներով, ինչպես նաև միջազգային եսի նկատի ունեմ, ընկալման շրջանակում չի կարելի անել այն, ինչը արվեց Հայաստանում, այսինքն ժողովրդին ասենք թե նվեր տրվեց առողջապահական մի ինչ-որ ծրար, որը եթե շեմին է ընտրությունների արվում, դա ընտրական կաշառքի տարբերակ է դիտարկվում, որը անթույլատրելի է ամեն դեպքում։ Սրան գումարվեցին նորից այդպիսի էլեմենտներ, որոնք իշխանությունը իրեն կարող է թույլ տալ, եւ սա ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ էվոլյուցիա է իրականում ապրել մեզանում պայմանական ասած այդ ընտրակաշառքը։ Այսինքն եթե մի ժամանակ ասֆալտ փռելով էր, ինչպես բոլոր երկրներում ա եղել, Հնդկաստանում էլ դեմոկրատիան կայացել է այդ, եթե նայեք այդ ասֆալտ փռելուց մինչև այս նույն տարբերակները, որոնք ասենք կիրառվեցին նաև Հայաստանում։ Մենք հայտարարել ենք ոչ մեկ անգամ բազմիցս, որ երկրորդ անգամ նեգատիվ ընտրություն Հայաստանը չի կարող մարսել, ուղղակի դա մեր հասարակական պետական ստրուկտուրան աստիճանաբար շիջեցնելու է, մարեցնելու է այն, ինչը երկրի պաշտպանունակության գլխավոր երաշխավորն է։ Այս ժողովրդի հավատը արդարացիության եւ սեփական պետականության հանդեպ։ Մենք այս բանը պարբերաբար ասել ենք եւ հիմա կանգնել ենք նորից այդ նույն դաշտակի առաջ։ Հիմա երբ որ քննարկում ենք, մանդատները կվերցնեն թե չէ։ Մենք համարում ենք, որ այդտեղ գոյություն ունեն այդ պարզունակ լուծումները պետք չի այլևս բերել մեջտեղ։ Մանդատները վերցնում ենք թե չէ։ Մանդատները պետք է վերցնել, որպեսզի շարունակվի քաղաքական process։ Հիմա դուք ասում եք, որ հա, մի մասը կարող է հրաժարվել մանդատներից։ Հրաժարվեցին մանդատներից, ովքեր են գալու վերցնեն այդ մանդատները։ Այդ միևնույն ցուցակները, որոնք առաջադրված էին, իրենց մեջ կրում են բազմաթիվ այլ մարդկանց։ Առաջին համարները շատ պատկերացնելի է, որ դրանք անձինք են, որոնք հնարավոր է եւ չխախտեն իրենց խոսքը։ Բայց դրանից հետո եկողները արդյոք այդպիսի կոշտ համոզմունքների տեր մարդիկ են, ովքեր կկարողանան պահել իրենց դիրքը, թե դա արդեն թույլ ավելի անձինք կլինեն, որոնց ինչպես ասում են, իրենց կողմը քաշելը, իրենցով անելը կլինի ուղղակի մեխանիկական առաջարկների արդյունք։ Ես սա պարզորոշ տեսնում եմ եւ այնուամենայնիվ մտածում եմ, որ մենք պետք է այդ մասին եւս ահազանգենք եւ ասենք, որ իրականում հասկացանք լավ, մեր ընդդիմությունը ստացվեց այնպես, որ ընդդիմությունը ամենակիչը, որպեսզի կոռեկտ լինենք եւ ընդդիմության ներսում, ասենք, հրկիզող չլինենք, ասենք, որ դեռևս չի հասունացել։ Դեռևս չի հասունացել այնքան, որ գիտակցի, երբ ինչն է անհրաժեշտ ճշգրիտ անել։ Ինչպիսին է հնարավոր պայքարի շարունակությունը, որոնք են այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն ընդդիմության դաշտում։ Այդ ծրագրերի մասին պետք է հայտարարվի եւ սպասարկվի այդ ծրագրերը հասարակական հնարավոր լրատվամիջոցների ողջ զանգվածով։ Այս ամենի բացակայության պայմաններում մենք նորից հնարավոր է ունենանք տնաբույս զարգացումներ։ Այդ մարդիկ ինչ որտեղ, ինչ որ բաներ կստանան, չեն ստանա, համեմատաբար լավ կապրեն, վատ կապրեն, ինչ կլինի, հասարակությունը դրանից չի շահելու։
Եվ ինչու, ասենք, այսօր պետք է այդ նույն բանի մասին խոսենք, երբ որ խոսել ենք այսքան տարի։ Վերջին հաշվով, երբ որ մենք խոսում ենք նրանից, թե Հայաստանում ինչը կարող է իրավիճակը շտկել, կամայական երկրում իրավիճակը կարող է շտկել արդարացի ընտրությունները, արդարացի վարվեցողությունը, մեզանում այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդարացի, այսինքն եթե նրանք ազատ չեն, եթե հարյուրավոր մարդիկ են ձերբակալվում էլի ընտրության օրը, դա նշանակում է, որ նաև արդարացի չեն այդ ընտրությունները արդեն, առանց խորանալու դրա մեջ, եթե տեղի է ունեցել այդպիսի զանգվածային ձերբակալություններ, որը երբևէ չի եղել Հայաստանում։ Հիմա այս ամենով հանդերձ, այսպիսի ծանրաբեռնվածությամբ հասարակական համարումը իջնող քաղաքական ուժը իզորու է լինելու պատասխանատու որոշումներ ընդունել Հայաստանի ճակատագրական անցումների վերաբերյալ։ Մենք չմոռանանք էլի, որ ունենք երկու թշնամի, որոնք ցուցադրում են այդ, որ թշնամի են մեզ, այսինքն հայտարարում են, որ հայերին նոր գենոցիդ է պետք անել, հա, ասենք Աբխազիայում, իսկ Աբխազիայում հայտարարում ընտրությունների ժամանակ, որ հայերին մինչև չոչնչացնենք, Աբխազիան չի դառնալու Աբխազիա։ Եվ Ռուսաստանը ստիպված է հանել զորք ռազմաճակատից տանել Աբխազիա, որ հայերին դե չմորթան, որտեղ Թուրքիայի տեխնացուն այնտեղ հայտարարում է այդպիսի բան, երկու տեխնացու են իրար դեմ, Թուրքիայի տեխնացուն հայտարարում է Թուրքիայի կարծիքն է արտահայտում ըստ էության։ Եվ հիմա մենք հայտարարում ենք, չէ, ոչ մի բան չկա, ամեն ինչ լավ կլինի եւ այլն եւ այլն։ Մենք ինչ-որ փոփոխություններ պետք է անենք, ինչը այս մեկի քիմքին է հարմար, այն մյուսը դրանից հետո մեր հետ ճշնամություն չի ունենա, լսեք, գոյություն չունեն այդպիսի որոշումներ, այդպիսի վճիռներ, որոնք փորձում ենք մենք կայացնել։ Ընտրությունների արդյունքը պետք է լինի մեկ բան։ Հասարակությունը պետք է հավատա սեփական իշխանությանը, դա է միակ այն պարիսպը, որը անհաղթահարելի է կամայական թշնամու համար։ Իսկ մեզանում այդպիսի բան գոյություն չունի։ Մեզանում անընդհատ ընթանում է չարիած փոքրագույնի տարբերակը։ Ինչում կարելի է մեղադրել ինչպես իշխանություններին, նույնպես եւ ընդդիմությանը։ Պարոն Խաչատրյան, հենց այդ կետից սկսենք։ Մի քանի դրույթ էր շատ հետաքրքիր, վերջից սկսենք։ Դուք ասում եք նեգատիվ ընտրություն, ես հարցեցի պատճառը, դուք հիմա ասում եք, որ չի կարելի մեղադրել ոչ մեկին, ոչ մյուսին։ Պատճառը այնուամենայնիվ։ Պատճառն այն է, որ ներկայիս իշխանությունը համարում է աստիճանաբար կորցրեց եւ նախորդող տարբերակը, որը իրեն հաղթանակ էր բերել, ինքը ամենայն ուժով, հնարավոր ողջ ռեսուրսով փորձեց իրականացնել, անցկացնել եւ դա ինչ որ չափով հաջողություն ունեցավ։ Բարի, հաջորդ ձեր դրույթը ընդդիմությունը չի հասունացել, ասում եք դուք, ես այլ ձևով ձևակերպեմ, արդյոք կարելի է ասել, որ քաղաքական ուժերը չեն հասունացել, քաղաքական գործիչները Հայաստանում ընդհանրապես այդ ոլորտը չի հասունացած եւ մասնագիտացած չի, այլ կերպ ասեմ, քաղաքականությամբ զբաղվում են ոչ քաղաքական գործիչներ եւ այստեղ մենք մեծ բաց ունենք, որը եւ պատասխան է տալիս ինչու այնուամենայնիվ ընտրողները ընտրության հնարավորություն չունեն, ոչ թե ձեր նշած դա ոչ միայն ձեր նշած ուրեմն պատճառներով, այլ նաեւ չգիտեն ում ընտրեն։ Չէ, այստեղ գիտեք, մի էսպիսի բան կա, էլի, երբ որ մենք ասում ենք, որ անհատների վրա փորձենք դնել դա սոսկ անհատների խնդիր չի, էլի։ Բայց քաղաքական ուժեր կարող են լինել։ Քաղաքական ուժ ասածն ինչ է։ Դու ես եմ Քաղաքական ուժը դա համոզմունքներ ունեցող մարդկանց բազմությունն է։ Համախմբություն է, այո։ Բազմությունն է, որը ձևավորված է մի ինչ-որ կառուցվածքով, այդ կառուցվածքով ձգտում է իշխանության երկրում։ Կամայական քաղաքական ուժը գոյություն չունի, եթե նա չի ձգտում իշխանության։ Ես ժամանակին ուղղակի այդպես այրահեղ հայտարարություններ եմ արել, որ մեր արտասահմանում գոյություն ունեցող այն կուսակցություններ, որոնք Հնչակյան են, Ռամկավար կուսակցությունը, ասենք, Դաշնակցություն, եթե նրանք չունեն այստեղ ստրուկտուրաներ, որոնք ձգտում են իշխանության, ուրիշ երկրներում նրանք կուսակցություն չեն, նրանք բարեգործական ընկերություններ են, էլի լավ բաներ են անում, դպրոցներ են պահպանում, էս են, բայց դա կուսակցություն չի, որովհետև կուսակցությունը դա մարդկանց համոզմունքներով իրար հետ ձուլված համախումբն է, որը փորձում է իշխանություն ստանալ իր երկրում։ Այդ դեպքում ձեր ձևակերպում ընդդիմությունը չի հասունացել։ Ընդդիմությունը չի հասունացել, որովհետև կա պարտադիր քայլեր, որոնք պետք է ծրագրավորված լինեն կամայական ընթացքի դեպքում։ Ընթացքները 1, 2, 3-ն են։ Այդ այնպեսին չի, էլի, որ ընթացքները կարող են լինել 66-ը։ Այդպիսի բան չկա երկրից երեսին։ Այսինքն, որ ժամանակ ինչպիսի քայլեր են անհրաժեշտ անել։ Ներկայիս իշխանությունը ավելի փորձ ունենալով, իհարկե անվիճելիորեն փորձ ունենալով ավելի քան թե ընդդիմություններ, որը կանգնած էր նրա առաջ, ընդդիմադիր դաշտում գործելու տեսակետից անհամեմատ ավելի փորձառու էր, նրան ուղղակի դրեց
բացարձակ անսպասելի վիճակի մեջ։ Այսինքն 10%-ի ձայները հաշվարկած են, ինքը հայտարարում է, որ ինքը արդեն հաղթել է։ Ինչ անի ընդդիմությունը, սկսում է մտածել։ Եվ այդ մտածելը տևում է ինչ որ շաբաթներ։ Հասկացանք, այնտեղ եղել են ձերբակալություններ։ Այդ ձերբակալությունները հնարավոր է եւ ինչ որտեղ ինչ որ process-ներ կասեցրել են, բայց ամեն դեպքում մի խոսքս կտրեմ մի բանով, էլի որ բոլոր մեծ առաջնորդների մեջ որ պատմության մեջ եղել է կա մեկը Օկտավիանոս Օգոստոս։ Եվ բոլորս գիտենք Հռոմի կայսր, հիվանդոտ, ֆիզիկապես թույլ, բացարձակ թվում է թե որակներից զուրկ։ Ուներ մեկ տաղանդ, մեկ տաղանդավոր օգնականներ ընտրելու տաղանդը։ Այսինքն դու պետք է ընտրես մարդիկ, ովքեր ի վիճակի լինեն ստեղծել A, B, C, D ծրագրեր։ Ելքերը ես նորից եմ կրկնում, շատ բազմազան չեն։ Այդ ծրագրերը պետք է գործի դրվեն այն ժամանակ, երբ որ եկել է դրա պահը։ Եվ միշտ պատրաստ լինես նրան, որ քեզ հակառակվող ուժը, քո հակառակորդը քաղաքական դաշտում կանի որոշ քայլեր, որոնք դու չէիր էլ ծրագրել, որովհետև կամայական ծրագիրը դա ինչ բան է, պետք է մենք հիշենք, էլի այդ կամպանիա դրա համար է կոչվում, կամպանիա նշանակում է ռազմական գործողություն, կամպանիա է դրա համար կոչվում, այդ կամպանիան նրա համար է դրված այդ քաղաքական զարգացման վրա, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա ռազմական գործողություն է, որտեղ ոչ մի ծրագիր իդեալական չի կարող լինել, բայց եթե դու չունեցար ստրատեգիական ծրագիր, այդտեղ բերենք արդեն մյուս մեծ իմ կարծիքով մտածողի միտքը, որ բոլոր տեսակի տակտիկական հաջողությունները հնդածս, այդ ընթացքի ժամանակ երբ որ ընթանում է, դա ընդամենը աղմուկ է թեթևակի խորտակումից առաջ, անգամ քո եթե չունես ստրատեգիա, եթե ստրատեգիական գիծ չունես։ Բանն է, ավելացնեի, որ հաստատեն մենք հիմի այնպիսի վիճակում ենք գտնում, ասենք տարածաշրջանը, աշխարհը եւ այլն, միայն քաղաքական որոշումները քաղաքական գործիչների խելքի բանը չի։ Այստեղ լուրջ քաղաքակրթական ընթացքներ են գնում, եթե ասենք մենք այդ քաղաքակրթական ընթացքները չպատկերացնենք, ուղղակի քաղաքական որոշումներով առաջնորդենք, ոչ մի հաջողություն չենք ունենալ եւ մենք տեսնում ենք թե ինչ հետընթաց ենք էլի ապրենք։ Ասենք մենք չգիտենք այս երկրի հետ այս երկրից ինչ սպասել։ Այդ բոլորը քաղաքակրթական հարցեր են։ Օրինակ ասենք հիմի ես առաջ անգամ տեսնում եմ թե ինչ մեծ հիասթափություն առաջացավ հայության մեջ հանդեպ Ռուսաստանի, որտեվ այն համենայն դեպս ռուսական կայսրության նախնական զարգացման նախնական փուլում քաղաքակրթական իմաստով, ասենք, որպես քրիստոնյա քաղաքակրթություն, որպես քրիստոնյաների պաշտպան եւ այլ, հայրը ընկալել էին, որ դա նույն բանն է, նույն այսպես քաղաքակրթական տարածքն է եւ շատ ակտիվ ներգրավել էին ամբողջ ռուսական կայսրության շինարարության մեջ եւ ռուսական այդ ահռելի կայսրությունը ընկալում էին որպես հայրենիք, տենց էր։ Հիմի միանգամից ահռելի անկում եւ բեկում եղավ այդ պատկերացումների մեջ, որտեղ այսօրվա ռուսական համենայն դեպս վերնախավը իշխանական բացարձակապես նա այն ծիրուն չի, որ ոչ միայն մենք ենք պատկերացնում, այլ հենց իրենք են պատկերացնում։ Նա ոչ այսպես ուղղափառ հավատի պաշտպանա, ոչ քրիստոնեության, ամեն ինչ ներփակված է ինչ որ ֆինանսական խմբերի շահերի մեջ եւ մենք տեսնում ենք թե այդ ինչ արագությամբ այդ ահռելի ուժը դեգրադացիայի կործանման է գնում, բայց հայտերում ասենք տեսեք ինչ որոշումներ են ընդունում եւ այլն, եւ փոխանակ ասենք մենք ճիշտ որոշումներ անենք, մենք հույսներս դնում ենք այդ քաղաքական խմբակների վրա, որովհետեւ քաղաքական այսօր ես չեմ տեսնում քաղաքական ուժ Հայաստանում, էլ ինչ մնաց փոխանակ ասենք իշխանության ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը լիներ հավաքեր ամբողջ մտավոր ներուժը Սփյուռքում, Հայաստանում եւ այլն եւ խնդիր դնել։ Այդ խնդիրը մենք չենք դնում, սա ինչ է անդադ կոչ բան։ Խնդիր դրվի։ Ինչպես անել, որպեսզի
այսօրվա գոյություն ունեցող Հայաստանը ամրապնդել, ուժեղացնել եւ կոպիտ ասած վերատիրել այն ինչ որ մենք կորցրել ենք։ Իսկ դա այդ բոլոր բաների հնարավորություն կա։ Չի կարալ մենք ընտրությունը անում ենք ոչ թե բանը փոքրագույն չարիքի մեջ, այլ մեծագույն չարիքների մեջ ենք, այսինքն ես գնացել եմ ընտրության, ես նույնիսկ չեմ ընտրել այն կուսակցություն, որ սկզբից ես բանը մտածում էի, որ ասենք նոր ուժ կա եւ այլն, տեսա որ բացարձակապես չի կարելի վստահել հատկապես մի մարդու, որ ընդհանրապես իր ճանապարհը չես տեսել, անցած եւ այլ, բայց մենք այդ օրին ենք եկել եւ ես լավ ուրիշ չի որ ասենք այդ քայլին դիմել եմ։ Ես հասկանում եմ, որ դա այսօրվա այդ քաղաքակրթական անցումների ժամանակ պետքա ցանկացած կառավարություն առաջի շեշտադրումը աներ, որ հավաքեր էլ մտավոր ներուժը եւ խնդիր դնել ոնց դուրս գանք այս վիճակից, իսկ որ մենք այդպիսի հնարավորություններ ունենք, ես բերենք պարզագույն մի հատ փաստ էլի, օրինակ այս վերջերս հրապարակել են Ամերիկայում գործող բանը ազգային այս էթնոսների հզորությունը ֆինանսական հայրը 8-րդ տեղում էին դրված 400 միլիարդ դոլար մենակ ըստ էության Ամերիկա հայությունը Կալիֆոռնիա հայությունը էլի եթե մենք հաշվում ենք ամբողջ աշխարհում դա կարա ենթադրենք քառապատկվի ահռելի մեծ մոտավորապես այդքան են գնահատում 1 տրիլիոն 1 տրիլիոն 600 միլիարդ եւ այլն հիմի փոխանակ այդ հարցերը բան արվի դրվի մենք ինչ ենք տեսնում որ ոչ միայն նախորդները չեն արել այդ քայլը, քայլ են այդ հնարավորությունները, որ Սփյուռքի հետ միասին այդ հայք, այսպես ասած, կազմավորումը կհզորանար, կայանար եւ իր խնդիրները կպարտադրեր։ Եվ ոչ թե այս փոքրիկ Հայաստանը, որը կտրված է իր հիմնական ներուժից, Սփյուռքից, մտավոր եւ ֆինանսական, որին կարան պարտադրեն ամեն ինչ։ Մենք հիմի տեսնում ենք բոլոր այն թղթերը, որ ստորագրում է, միջազգային բացարձակ պարտադրանքի տակ անօրինական, որտեղ տեղ չի պաշտպանում մեր ժառանգության իրավունքները, մեր հարստության փոխանցման անդադությունը եւ այլ, սա շատ լուրջ հարցեր է, որ նույնիսկ այդ որևէ քաղաքական խմբավորում սկի միտք չի արտահայտում տենց, որ գիտեք ինչ, մենք սենց հարստություններ ունենք ամբողջ աշխարհում, այս տիպի հնարավորություն ենք, արենք, միավորվենք մեր խնդիրները միացյալ կերպով պաշտպանենք։ Ինչ-ա նշանակում այդ, օրինակ ասենք, արգելքը դրեցին ռուսական այդ ծառայությունները Ծիրանի ներմուծման դեմ եւ այլ, մենք եւ խեղճացանք։ Մենք անմիջապես պետքա այդ ամբողջ Սփյուռքով կարողանանք ցրենք ամբողջ աշխարհով եւ բոլորը տեսնեն, որ այդ տիպի հնարքները մեր ընդհանրապես չի աշխատում։ Հիմի ես տեսնում եմ, ասենք Սփյուռքից փորձ արում լրջագույն կառուցվածքներ, ոչ թե կառավարության խելքի բանը չի, ես նկատնում եմ այդ արհեստական բանականության ենթադրենք ֆաբրիկաներ եւ այլն եւ պետք է համասարանները, տեխնիկական համասարանը, պետական համասարանը երային, ասենք աշխատանք գնար կադրերի պատրաստման, մոբիլիզացիա խնդիրների եւ այլն ոչ մի բան չի կատարվում։ Ինչ եք սպասում այդ բանից, դուք ասում եք ինչ սպասել, ոչ մի լավ բան բնական է, որ այս դժգոհությունը, որը շատ մարդ հասարակություն կոնկրետ հասարակական դեռ չի տեսնում, բայց իր մեջ կուտակումը դա բերել է ընդվզման։ Եվ այդ ընդվզումից ով պետք է օգտվի, ասենք ընդդիմություն, որ ոչ մի փորձ ոչ ունի ղեկավարման, ոչ բան, այսպես ասած, քաղաքակրթական բաներից, տեսեք, ասենք, ովքեր են։ Եվ ինչու չեն գալի առաջ այն մարդիկ, ասենք, որ միտք ունեն եւ կարում, որտեղ ընտրությունները անմիջապես միացված է փողի քսակի հետ, ով որ փող ունի, սկսած հենց ուղակի այդ գրավի պատմությունը։
այդ ընտրական կամպանիային մասնակցելու։ Տեսանք, որ ինչքան արհեստական ստեղծվեցին, այսպես ասած, բոտեր, որը ուղղորդ բան են ընդդիմության կամ ենթադրենք իշխանության շուրջը պտտվում էին իրական ձայներ փոշիացնելու եւ այլ եւ այլ։ Մենք տեսանք, ասենք, ես չեմ բացարձակապես Բարգավաճ Հայաստան կուսակցության, որտեղ դա կուսակցություն էլ չի, բայց ենթադրենք ակնհայտորեն 5% ձայներ հավաքե, վեկալան ջարդեցին ու դուրս շպրտեցին։ Այսպիսի անօրինակություններով, որ բոլորը տեսնում են, հատկապես դրսի ուժերը, որոնք ցանկացած պահի այդ բան են անելու, այդ օգտագործելով ճնշում են գործադրել, ոնց համարել, թե ամեն ինչ ավարտած է։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Աշոտ Գևորգյանի հետ եւ Վարդան Խաչատրյանի։ Այսպեսով, պարոնայք, մենք հարցը այն էր, թե ամեն ինչ ավարտված է, թեման փակված է, Փաշինյանը արձակուրդ է գնացել եւ մենք աշնանը ունենալու ենք նոր խորհրդարան եւ սկսելու ենք 0 կետից աշխատանքը, այո։ 0 կետից ոչ մի խորհրդարան աշխատանքը չի սկսում, նախորդ խորհրդարանի աշխատանքների շարունակությունն է ինչ-որ չափով, բայց ոչ միայն ելնելով նրանից, որ 1001 հարցեր մնացին բացարձակապես օտում կախված եւ անպատասխան, այլ նաեւ նրանից, որ գոյություն ունեցող համաշխարհային իրավիճակը որևէ կերպ չի բերում նրան, որ ուժերի հարաբերակցությունը կմնա նույնը, մեզանում ոչինչ ավարտված չի կարող լինել, եւ այս տեսակետից մեզ սպասում են զարգացումներ, որոնք իմ խորին համոզմամբ առավել հավանականն է, որ մեր համար անսպասելի արագությամբ կընթանան։ Եվ ներքաղաքական եւ արտաքին պարագծում գոյություն ունեն այնպիսի վտանգներ, այնպիսի սրընթաց զարգացումներ, որոնք կարող են արմատապես փոխել գոյություն ունեցող շատ կարճ ես ասեմ, որ ոչ մի բան ցավոք սրտի չի ավարտվել, հատկապես այն լեգիտիմությունը, որ կա, այսօր դա շատ թույլ է, ուղղակի փոքր նույնիսկ տատանումը կարող ամբողջ բանը խառնել, էլի, դրա համար մենք ստիպված պետք է սպասենք սրացումներին աշնակողմը։ Շնորհակալություն, հաջորդ թեման դա Իսրայելում, այն ինչ տեղի ունենում Իսրայելում, հարցս ինչին է վերաբերում, հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է եւ Իսրայելում գործող հայկական համայնքից, ամենայն դեպս մեր գործընկերները լրատվամիջոցներից ներկայացուցիչները ասում են, որ Քնեսետի ցանկում քննարկվելի հարցերի ցանկում է ներգրաված նաև 8 կարծեմ հարց է, որոնցից մեկը հայերի ցեղասպանության ճանաչման հարցն է, որ պետք է Քնեսետը ճանաչի։ Առ այսօր մենք հետևում էինք այդպիսի ճանաչում չի եղել, քննարկում չի եղել Քնեսետում, ավելին ադրբեջանական մամուլը ոչ պաշտոնական տվյալներով, իհարկե ոչ իսրայելական պաշտոնական տվյալներով, ադրբեջանական մամուլը տարածում է ինֆորմացիա, որ ահա ադրբեջանցիներին հաջողվեց կասեցնել այդ հարցի քննարկումը Քնեսետում եւ հարցին դրական լուծում տալու Քնեսետի հնարավորություններին եւ հարցը խաղվեց, անգամ այդպիսի ձևակերպում կա։ Ճիշտ է, ճիշտ չէ, պարզ չէ, կարող է սուտ լրատվություն լինի, բայց որ մենք առ այսօր չունենք Քնեսետում այդ քննարկումը, որ պետք է լիներ, ինչու ենք օրերի հաշվարկով գնում, որովհետև արձակուրդ է գնում Քնեսետը եւ հետագայում ընտրություններ են, մի կես տարի հետո նոր կարող են անդրադառնալ, եթե հիմա չանդրադարձան, կես տարի հետո կարող են անդրադառնալ։ Հարցս հետևյալն է. արդյոք Քնեսետի վրա իսկապես կարող է ներազդել Ադրբեջանը, մենք գիտենք, որ Թուրքիան սահմանները չի բացում եւս Ադրբեջանի պահանջով, հիմա էլ Իսրայելն է այդքան թույլ, որ Իսրայելի կառավարության որոշումը կարող է բեկանել Ադրբեջանը։ Բերեք առանցքային խնդիրը այդտեղ նայենք, մնացած ամեն ինչը բոլորը կհասկանան իմ խորին համոզմամբ։ Եվ այսպես երբ որ մենք խոսում ենք Քնեսետի որոշումից կամ Քնեսետում դեռևս չկայացած քննարկումից կամ նրանից թե Ադրբեջանին հաջողվել է կասեցնել թե ոչ, ես համարում եմ, որ Ադրբեջանին շատ հնարավոր է, որ հաջողվել է կասեցնել դա։ Ինչու՞։ Որովհետև այստեղ շահեր կան ձուլված իրար
եւ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնսոլիդացված արևմուտքի շահերը, որոնք բոլորը ուղղված են Իրանում պետականության վերջնական փլուզմանը։ Եվ այս մեգա հարցը փորձում են լուծել ամենառացիոնալ ճանապարհով, ինչպես միշտ արել են ամերիկացիները։ Իրենք ամենառացիոնալ ճանապարհով են անում եւ իրանք բարձ հասկանում են։ Մենք միշտ իզորու ենք մտցնել ինչ որ ռազմական ուժ, ռմբակոծել, հարվածներ հասցնել, բայց երբ որ տևական պատերազմ սկսեց, մեր ժողովուրդը հոգնում է, այդ տևական պատերազմից ձանձրանում է, տևական պատերազմից եւ ստիպված ենք լինում նույնիսկ հապշտապ հանել մեր զորքերը տարբեր երկրներից։ Իրանի դեմ պատերազմում առանցքային դերակատարություն հատկացվում է Ադրբեջանին։ Ադրբեջանը ունի իր հայտարարությամբ 150,000-անոց բանակ, իհարկե դա ուռճացված թիվ է, իմ հնարավոր բոլոր այսպես ասած դիտարկումներով դա ուռճացված թիվ է, բայց այնուամենայնիվ դրանից կարճել են։ Բերել այստեղ ավիակիժներով, ծովային ճանապարհով հնարավոր ռեզերվ, որը ցամաքային օպերացիաներ կիրականացնի 92-93 միլիոնանոց Իրանում եւ վերջին հաշվով կբերի երկրի սեգմենտացիային, այսինքն աղճատմանը երկրի, դա հնարավոր չէ ուղղակի առանց հյուսիսից այդ բանակի ուղղակի հարձակման։ Հիմա դիտարկենք մնացածը։ 5 միլիարդի զենք է տրվել Ադրբեջանին։ 5 միլիարդի։ Կառուցվել են բազաներ, որոնց մասին բոլորս տեղյակ ենք, համաշխարհային հանրությունը տեղյակ է, ոչ մեկը այդ ինչպես ասում են, պոլիշինելի գաղտնիքն է, էլի, որպես այդպեսին, չկա այդպիսի գաղտնիքներ այլևս։ Այդ զորքը պետք է մտնի հյուսիսից, որպեսզի ոտքի կանգնեն այնտեղ 20 միլիոն եւ ավելի գտնվող ադրբեջանցիները։ Պատկերացնելի ամենամահացու հզորագույն հարվածը։ Ադրբեջանը իհարկե հասկանում է, թե ինչպիսի վտանգի առջև է ինքը կանգնում այս պայմաններում, բայց ախր 101 անգամ Իսրայելի գեներալները, պատասխանատու քաղաքական այրեր հայտարարել են, որ հաղթանակը հայկական ռազմաճակատում, այսինքն Ղարաբաղի հայազերծումը ըստ էության, դա հետևանքներն էր, որ մենք օգնել ենք Ադրբեջանին, թե չէ Ադրբեջանը հաղթողը չէր հայերին, ոչ մի դեպքում։ Նույնիսկ Յակով Կեդմին ուղղակի հայտարարեց, որ դե մենք միշտ իմացել ենք, որ Հայաստանը կա բոլոր ժամանակներում, չկան քարտեզներ մեր իմացած հռոմեական եւ այլն, որում Հայաստանը նշված չլինի անհիշելի ժամանակներ, Ադրբեջանի մասին չգիտենք ոչինչ։ Սա զանգա, սա էլեկտրոդ է մտցված Ադրբեջանի մեջ, որով ցավացնում են Ադրբեջանին, որ հիշացնում, այսինքն մենք քեզ տվեցինք այդ հնարավորությունները, մենք քեզ տվել ենք հնարավորությունները, դու կառուցել ես անքանակ հսկայածավալ ճանապարհներ եւ անքանակ կամուրջներ, ինչի համար է կառուցում այդ լայն ամեն ինչը ռազմական գործողություններ իրականացնելու, ինչու բնակեցված չեն են տարածքները, որոնք դու հայտարարում ես, որ իբր թե հետ են բերել, իհարկե, որովհետեւ դա ռազմական բախման գոտի է լինելու եւ այդ պայմաններում եւ իհարկե նրա ասած խոսքը, որ դե եթե ուզում եք, ուրեմն պետքա Քնեսետը չնայի այդ հարցը, իհարկե դա կունենա ազդեցություն, որովհետև նորից եմ կրկնում, Պակիստանին փորձել են անել նույնպիսի առաջարկներ, ես նույնիսկ նշել եմ, թե երբ է դա եղել, բայց այդ առաջարկները, ինչպես տեսնում ենք այսօր, այնքան էֆեկտիվ չեն եղել, որտեղ Պակիստանի հետևում կանգնած է Չինաստանը, որը որևէ կերպ շահագրգռված չի այդպիսի զարգացումների մեջ, իր համար մեծ վտանգ տեսնելով Իրանի խորտակման դեպքում ինքը ուղղակի կանգնում է, չի կարողանում զարգանալ, որովհետև այնտեղից դուրս եկող ամեն ինչը պայմանավորում է նաև Չինական ժողովրդական հանրապետության զարգացումը, որպես մեգատնտեսական զանգված։ Հիմա ինչ ենք մենք պատկերացնում։ Եթե Պակիստանը այնտեղից ոտքի չկանգնեց, Բելուջիստանը չփորձեցին այնտեղից գրավել եւ այնտեղից մտնել, Պակիստանի բանակը չկա այս գործի մեջ, ով է մնացել։ Մնացել է միայն Ադրբեջանը, մասամբ քրդերը, որոնք հրաժարվեցին վերջին գործողությունների ընթացքում, այս վերջին պատերազմական գործողությունների ընթացքում մուտք գործել, որովհետեւ նախորդում Թուրքիան առանձին կոտորեց նրանց եւ տվեց տվյալները, որպեսի պարսկական ուժերն էլ այնտեղ մուտք գործած քրդերին կոտորեն, որտեղ քրդական գործոնը ուզում է ոչնչացնել իր տարածքից։ Եվ
մենք կանգնում ենք փաստի առաջ։ Այո, գլխավոր հարվածային ուժը հանդիսանում է Ադրբեջանի բանակը, որը ծնել ենք, կարգավորել ենք, բերել հասցրել ենք ՆԱՏՕ-ի նորմատիվներին։ Հասցրել ենք ՆԱՏՕ-ի նորմատիվներին, այնպես ինչպես Ուկրաինայի բանակը։ Հիմա դու ինչից ելնելով որ կարող ես ասես, թե բայց մտնեմ որ չմտնեմ, ոչ, դու պարտավոր ես այս հարց հարաբերությունների մեջ պաշտպանել մեր շահերի վեկտորը, մեր շահերի ուժագիծը։ Դա ասում է Իսրայելը։ Այո։ Դա ասում է Իսրայելը, որովհետեւ նրա համար հասկանալի լինի, որտեղ Իսրայելին մենք ինչքան ենք ձեր եթերում քանի անգամ եմ ասել, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Ադրբեջանում ունեն ավելի մեծ իրավունքներ գործելու ժամանակ, քան Ադրբեջանի ծառայությունները։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ հայերի ցեղասպանության այս հարցը, որը Իսրայելը կառավարությունը որոշեց, սա լրացուցիչ լծակ էր Ադրբեջանի վրա ներածելու համար, հրաշալի իմանալով Ադրբեջանի արձագանքը եւ կախվածությունը, սա գործիք էր, որպեսի նվիրել Ադրբեջանին չճանաչումը եւ ստանալ Ադրբեջանից ինչ որ բան, այսինքն գործարք էր հայոց ցեղասպանության հարցը։ Ստանալ Ադրբեջանից ամենակարևորը ուղղակի ռազմական գործողություններին մասնակցություն սեփական բանակի ողջ հզորությամբ։ Չճանաչելով հայոց ցեղասպանությունը, այո։ Չճանաչելով։ Ասելով որ կճանաչենք, հետո հետ կանչելով։ Եթե դու ասում ես, որ ես ճանաչում եմ հայոց ցեղասպանությունը, դա Ադրբեջանի համար այն զանգն է, որ նոր էլ է տեղի ունեցել հայոց ցեղասպանություն։ Ղարաբաղի ժողովրդի, իհարկե, մարդաթափությունը տարածքների, մշակութային եղերն է։ Աստված իմ, ես նույնիսկ հուզվում եմ մի քիչ, որ կանաչ ժամը հայտարարվել է, որ նոր կառուցված է։ Պատկերացնում եք այդ բանը, քանդել տարել են, քանդել հավաքել թափել են։ Շուշիի կանաչ ժամը։ Շուշիի նույն։ Հիմա ոնց հասկանանք այդ բանը, էլի, որ ինքը չի հասկանում, այդքանը, որ եթե հայոց ցեղասպանությունը ճանաչվեց, այդտեղից սկսվելու է խոսակցությունը, իսկ վերջի ցեղասպանությունը, որ եղավ ինչ, հնգանիշ բազմություն հայերի ստիպեցին գաղթել, ոչնչացնելով, սպանելով, այրելով, կտրատելով, բռնաբարելով եւ այլն, ու այդ ամեն ինչը հնարավոր չի ոտքի հանել նորից Ադրբեջանի դեմ, որը բոլոր կողմերից փակված է։ Դա Իսրայելը հրաշալի հասկանում է։ Շատ լավ Եվ հասկանում է։ ձեր կարծիքով Էլեկտրոդը մտցնում է, երբ պետք է այդ հոսանքը միացնում է ցավը զգում են, իրանք դիմում են, հա, իրանց ազդեցությունը այնքանով է, որ իրանց կարիքը այսօր օդի ջրի նման կա, որովհետև Իսրայելը հասկանում է, որ ուրիշ այդպիսի պրեզիդենտ Ամերիկայում, որը Իսրայելի շահերը կսպասարկի, հնարավոր է եւ չլինի մերձակա պրեզիդենտների մեջ։ Ոնց են կանելու։ Ես ավելացնեմ, որ ասենք լրիվ համամիտ եմ Վարդանի հետ, նա բանը այդ որ սնել մեծացրել Ադրբեջանը, Իսրայելը, ես գալիս եմ 1920 թվականից էլի, եսի նկատեմ սիոնիստական։ Շատ կներեք, էլի, մենք խնդրում էինք, որ այդ գենոցիդի ժամանակ Իսրայելը զենք չտար Ադրբեջանին։ Դե ինչ տվել ես արդեն, էլի, չէ, շարունակում էր զենքը տալ։ Այո, նույն կերպ Ադրբեջանը շարունակում է նավթը տալ եւ Թուրքիան էլ վաճառում է այդ նավթը Իսրայելի վրա։ այսինքն խաղեր են դրանք սա։ Հա, Շարունակեք։ Եվ ջուրնա գնում Իսրայել Թուրքիայից եւ նավթն է գնում անխափան, որը հիմնական ռեսուրսներն են դե գոյատևելու համար։ Այո։ Հիմի ես ավել ասեմ, որ ասենք այդ գործիք անպայման օգտագործելու է եւ պատահական չի, որ 150,000-անոց իրանական բանակը հիմի կանգնած Ադրբեջանի այսօր քանի տարի սահմանին 150,000, ընդ որում ընտրված է այնպես, որ այդ բանակի մեջ հիմնականում ադրբեջանցիներ չկան, իրանական ադրբեջանցիներ չկա, չնայած իրանական ադրբեջանցիներ եւ այս ադրբեջանցիները, ինչպես կարելի էր ասել, այդ большая разница, էլի, շատ մեծ տարբերություն կա, բայց իրանք անխնաց նաեւ ներսից հարվածներ են հասցնում Ադրբեջանի, հարվածները հասցնում են այնտեղ, որտեղ Իսրայելի ինքնաթիռները չեն կարող հասնել խփել, ասենք Թուրքմենիայում եկող
երկաթգիծը, նոր երկաթգիծը, այս օրերս երկաթգիծը Չինաստանից եկող Պարսկաստան Իրան իջնող երկաթգիծը ռմբակոծվել է, ոչնչացվել է մի հատված, որը անվիճելիորեն Իրանը ճանաչում է, որ Ադրբեջանից է արված։ Հիմա Ղալիբաֆը որ եկավ։ Հիմա սրանից հետո պետք է իրանք չզիջեն այդ հարցում։ Եթե այնտեղ այդ հնարավորությունները իրանք օգտագործում են, ոչ մեկն էլ ծպուտ չի հանում։ Ղալիբաֆը եկավ եւ ըստ էության հասկացեց, որ իրենք բոլորը հիշում են եւ գալու է պատասխանի ժամանակը։ Ուղղակի իրենց ձեռքերը մի կապվածա չեն զբաղում, նոր ասենք այդ Ադրբեջան կոչեցալ այդ պրոքսի խայտարակ երկիրը, որ արդեն դարել է միջազգային ահաբեկչության կենտրոն եւ այլ, օգտագործել է նաեւ ռուսների դեմ։ Այս վերջի 3-4 առաջվա օրվա այդ MPZ-ները, նավթային այդ վերամշակման Սիբիրին պայթացնել։ Բոլորը գիտեն, դրա համար ՆԱՏՕ-ի հավաքին վերջին օրերս տեղի ունեցած ելույթ ունեցավ Զելենսկին, եւ Զելենսկին հայտարարեց, որ մեզ օգնող երկրները հիմա թվարկում են մի քանի երկիր, որոնց մեջ Ադրբեջանը գլխավոր օգնողների մեջ էր, մարդը Այո, որ դեպքում պարոն Խաչատրյան այնուամենայնիվ այս դավադրապաշտական այս տեսությունները մի կողմ կդրվեն եւ Քնեսետը իսկապես կճանաչի հայոց ցեղասպանությունը այնպես, ինչպես նախատեսել է Իսրայելի կառավարությունը։ Ну լսեք, ընդհանրապես Քնեսետը որևէ ցեղասպանություն չի ճանաչել։ Այն առումով նա համարում է, որ միայն ցեղասպանությունը տեղի ունեցել, ասենք, հрьяաների հետ, հոլոկոստն է դա, վերջին հաշվով դրա վրա է հետազոտված, դրա վրա են ստեղծված միջազգային օրենքները եւ այլն, եւ իրենք այդտեղ համարում են, որ պետք է ունենան մենաշնոր, երևի թե դա էլ իրենց շահերի սպասարկումն է, որը մեկը թող դրանից շատ չնեղվի, որովհետեւ իսկապես նրանք շատ բան են արել այդ հարցում եւ հիմա ունեն գերակայություն եւ այդ մոնոպոլիան իրենց ձեռքից բաց։ Այսինքն դուք համարում եք, որ զարմանալի կլինի ոչ թե որ չճանաչեն, չենք զարմանա, որ չճանաչեն, այլ շատ զարմանալի կլինի, եթե Քնեսետը այնուամենայնիվ ճանաչի։ Իհարկե, որտեղ ես լավ գիտեմ այն գաղափարաբանությունը, որի վրա նստած է ներկայիս իշխանությունը։ Դա Վլադիմիր Ժաբոտինսկու գաղափարաբանությունն է, այսինքն այսպես կոչված քաղաքական հրեականության խոշորագույն գործիչներից մեկի Ամերիկայում վախճանվել, հետո բերվել Իսրայելում կնոջ հետ միասին թաղվել են եւ այլն, նրանց գաղափարաբանության շրջանակը չի ենթադրում, որ այդպիսի տեղաշարժ կարող է լինել, մենք այն ինչը ունենք, ինչը սպասարկել ենք, դա մեր մոնոպոլիան է։ Եվ մեր վերաբերմունքը մյուսների հանդեպ պետք է լինի միայն մեր շահերի տեսակետից տվյալ պահին եւ անխնա։ Ասում է Իսրայելը։ Ասում է Ժաբոտինսկին, որը դարձել է այսօր, նո այսպես ասենք, էլի Ժաբոտինսկու քարտուղարը Նեթանյախուի հայրն է եղել, ինչից ելնելով աներևակայելի թափանցված է ինչպես ինքը, նույնպես եւ Լիկուդ կուսակցությունը, որ այսօր Ինձ թվում է ամեն ինչ փոխվում է, այնպես չի, որ այդ հայեցակարգերը մնալու են նույն որոշումների վրա, ոնց որ ասենք ժամանակին հայտնի պատճառներով Նոբելյան մրցանակ չէին շնորհում հայերին, ուղղակի հենց որտեվ Նոբելի մտքի մեջ կար, բայց տեսանք վերջի ժամանակներս մի քանի հայ բացահայտ հայեր ստացան Նոբելյան մրցանակ։ Բայց ինչից հետո, որ ամերիկյան դատարանը ստիպեց, որ բացեն եւ ցույց տան, թե ինչն է պատճառը։ Տեղել նույն բանն ալնելու, երբ որ Ադրբեջան թույլ Դե ամեն անգամ պետք է հարցահասնի նրան, որ մի 10 հոգի չստանա կամ մի 5 հոգի չստանա, եւ վերջին հաշվով դատարանը պարզիվորեն ժամանակ հատելա, ոչինչ լավ դե չի եղել։ Բանը իմ պատկերացումն է, որ ամեն ինչ շատ արագ փոխվում է եւ նենց չի, որ պլանավորել են տենց էլ լինելու է, Ադրբեջանին պետք է օգտագործեն Բայց ինչի համար են արել, որ չօգտագործեն։ Ինչի համար է տված, էլի։ Ինչի համար է տված, նրա որ գեղեցիկ աչքերի, բացառիկ մշակութային ներդրման, գիտական ներդրումը, ինչի համար է։ Ինչի համար է։ Ոչ մի բանի, որպեսզի այդ բանակը որպես զորք օգտագործվի այն պահին, երբ որ դա ամենա
նպաստավորը կլինի, Օգտագործելուց այդ շահերը հետո- սպասարկել։ Բարի, բայց մենք դիտարկում ենք, մենք նայում ենք, ասում ենք Ադրբեջանը, եթե նրանք Ադրբեջանին դիտարկում են, հզորություն են տալիս Ադրբեջանին, որպեսզի օգտագործեն, տվյալ դեպքում դուք ասում եք երևի թե Իսրայելի մասին էիք խոսում, Թուրքիայի մասին էինք խոսում, հա, երևի ելով է այդպես տրամադրված Ադրբեջանին օգտագործել, Ադրբեջանը ուժեղանում է։ Դուք Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս տրամադրված են օգտագործել Ադրբեջանին։ Անգլիան եւս տրամադրված է օգտագործել Հիմա մնում է Ադրբեջանին։ մեր հարցը, Որը մեկի Ադրբեջանը- մտքից չանցնի, որ դա Անգլիան չկա։ Ադրբեջանը, լավ, Անգլիան էլ թող լինի, Մեծ Բրիտանիան էլ թող լինի։ Ադրբեջանը մեծանում է, Մեծ Բրիտանիան ուժեղանում է, միասեք, ընդեղ ասեմ շատ Անգլիա, հա։ տարբեր են, էլի, Ասեմ Անգլիա, Անգլիա, լավ, Անգլիա։ Ադրբեջանը ուժեղանում է, այսպես պատրաստի գործիք է բոլորի կողմից օգտագործվելու, բայց մենք ստեղ մի գործոն ունենք, որը չենք կարող աչք փակել դրա վրա։ Այդ գործիքը մեծագույն թշնամի է համարում իրեն Հայաստանը։ Եվ այդ գործիքը ինքը կարող է իր շահից էլ ելնելով գործել, ճիշտ է, ոչ միայն լինել գործիք ուրիշների ձեռքում։ երկսայր սուր է։ Այո, Այսինքն դա կարող է նաև ուղղվել Հայաստանի դեմ, եթե հաջողվի, ասենք այն ամենը, ինչը իրենք ծրագրել են, եւ աչք կփակեն հնարավոր բոլոր բռնությունների դեմ հայերի հանդեպ։ Այո, Բայց- բայց փակել են Արցախի Հա, փակել են, պրեզիդենտի տեխնացու է եղել, որը Չեղասպանության ուղղակի ասել է, որ դες ոնց կլինի, ոնց կարանք մենք փակենք եւ այլն եւ այլն։ Դա նշանակում է- Բայց ահա, հիշենք, որ սա էր սուրա, Այո։ երկու կողմեր կտրող են, ինչպես կարող է դա լինել, այնպես էլ կարող է շատ ավելի հակառակներ լինել։ ջարդուխուր Շատ ավելի հակառակը լինել, այսինքն այդ պետությունը կարող է խիստ տուժի, եթե ինքնագործունեությամբ զբաղվի, հա։ չէ, եթե չհաջողվի այն, ինչը ծրագրված է, որովհետև եթե ծրագրված է եւ մենք ստեղ հասկանալով խոսում ենք, չի կարող պատահի այդ շահերի գերկրողը Չինաստանը օրինակ Չինաստանը հաշվի չառնի սա եւ Իրանը պատրաստված չլինի համապատասխանաբար դիմադարձելու ադրբեջանական վտանգին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը չի կարող պատահի անտեղյակ լինի բացարձակ այդ զարգացումներից եւ չհասկանա սեփական շահը։ Հայերի շահերը կարող է ինչ-որ չափով չհասկացվեն։ Ճիշտ է որ խոսանք, երբ որ իմեկերը աշոտ ասում է, հա, ռուսական կայսրությունն էլ ուներ իր խնդիրները հայերի հետ եւ այլն, հա, ուներ իր խնդիրները, չեմ ուզում այդ խնդիրներից հիմա խոսանք, բայց խորհրդային փուլը մեր համար կատարել է ամենակարևոր գործը, մենք ունեցել ենք բուհեր, ունեցել ենք ակադեմիական գիտություն, ամեն ինչ ունեցել ենք, դպրոց ենք ունեցել, որը համաշխարհային նշանակության դպրոց է եղել, եւ այդ պայմաններում մենք վերջապես հասկացել ենք ինչա մեր անվտանգության գլխավոր առանցքը եւ նշաձողը։ Դա մեր ազգային ինքնությունն է։ Իսկ այդ ազգային ինքնությունը հիմա այսօր մենք ենք սկսել հարվածների տակ դնել։ Պարոն Խաչատրյան, այստեղ կանգ առեք, կա հակադարձ տեսակետ, որ եթե առաջին հանրապետությունը չջախջախվեր եւ Կարմիր բանակի կողմից չոչնչացվեր, մենք կունենայինք նույնպիսի համալսարաններ, նույնպիսի բարձր մակարդակի ուրեմն կրթական եւ գիտական բայց դա չի հակասում։ վերելք։ Մենք կարող գնահատենք այն, ինչը կա, մենք չենք կարող գնահատել այն, ինչը եթե այսպես լիներ, կարող է եւ այնպես լինի։ Այդպիսի մոտեցում պատմությունը չունի։ Լավ, մենք այդ թեման հիմա շատ կարևոր թեմա է։ Կա հակադարձելու բան, որ կհայտարարեն, թե պահանջարկը կլիներ այդպիսին են հանճարների, որոնք ծնեց հայ ժողովուրդը։ Խորհրդային իշխանության պահանջարկը ահա որ մեծ էր, դա համաշխարհային հակամարտության լուծման ճանապարհ էր իր համար։ Մենք ես նույնիսկ կրկնում եմ, սա շատ կարևոր փոքրացրինք Հայաստանը, չեմ ուզում, այո, պետք չի փոքրացնել։ թեման էլ ոչ Հայաստանը կփոքրացնենք, ոչ է թեման կնշեմ ինձ մոտ որպես հետագա մեր քննարկման թեմա, բայց այժմ մենք խոսում ենք Իսրայելի վրա արդյոք Ադրբեջանը այդքան մեծ ներուժ ունի, թե հենց դա ոնց որ խայծ էր Ադրբեջանի համար։ Դե դա այդքան կարևոր է իր համար։ Եթե դա կենսական նշանակություն ունեցավ գործոնա դարձել այսօրվա պայմաններում, երբ որ Ամերիկան էլ միտք չունի այնտեղ ավելացնել ցամաքային ուժեր եւ մտնել Պարսկաստան։ Չունի, ամբողջ ամերիկյան այսօրվա լրատվամիջոցները խոսում են այն մասին, որ գիտեք ինչ կա, ամերիկյան ժողովուրդը զարմանալի մի բան հոգնում է շատ արագ
Իսկ այս անգամ նույնիսկ պրեզիդենտի ռենոմեն չի բարձրացել ոչ մի 7-ը պատերազմը սկսելուց։ Ամերիկան չի ուզեցել այդ պատերազմը։ Հիմա ինչ եք։ Բայց անհրաժեշտ է, չէ՞ սա, որովհետև ամբողջ ամերիկյան, ասենք, սենատը եւ կոնգրեսը դրանք համարում են, որ չէ, այնուամենայնիվ Իսրայելի վիճակը կարող է լինել շատ ավելի ծանր, եթե հանկարծ Ամերիկան հիմա չի անում այս հարցը։ Թրամփի օրոք չի անում, դրանից հետո շատ ավելի դժվար է լինելու անելը։ Ինչից ելնելով ավրալային իրավիճակ այն նավում, որ նավը ծակվում է եւ սկսում է ավրալը, որ պետքա գնա։ Եվ կարծում եք հայերի ցեղասպանության թեման դա հենց իհարկե, դա Ադրբեջանին հասկացնելու համար էր առաջինը, որ սրանից բախում ա որ դու ես վերջինը դու ես արել ու դրա համար պատասխան ես տալու եւ ցավոտ կլինի քո համար մինչեւ վերջը նենց որ միջազգային այն ամենը ինչը քո օգտին աշխատել է շուտ կգա քո դեմ իսկ եթե հաշվի առնես որ խոսում ենք երկրորդ սփյուռքից ուրեմն քո գործերը կդառնան ծանրագույն Սա շատ եւս մեկ հարց ներողություն եւս մեկ հարց դուք ասացիք շատ երկրների համար գործիք է Ադրբեջանը արդյոք Հայաստանը դա գիտակցում է որ դա վտանգավոր է ուժեղացած Ադրբեջան ինչպես եւ Ադրբեջանը ուժեղացած Հայաստան ամեն կերպ խոչընդոտում է որպեսզի Հայաստանը լինի ուժեղ երկիր արդյոք այդ երկրները որոնք դուք ձեր կարծիքով օգտագործելու են Ադրբեջանը իրենք հակասություններ չունեն եւ Հայաստանի դիվանագիտությունը այստեղ անելիք չունի իրենք ունեն խորը հակասություններ Հայաստանի դիվանագիտությունը նախորդ փուլերում ցույց է տվել որ ինքը լիարժեք տեղեկացված չի համաշխարհային մեխանիզմներից եւ գոյություն ունեցող ուժերի հարաբերակցությունից եւ դիվանագիտական հնարավորությունների այն պոտենցիալից որը անհրաժեշտ էր կիրառել որի այդ հետևանքով պատերազմից առաջ մենք հայտնվել ենք մեկուսացման մեջ դա ինչ 20 թիվը 20 թվից այսօր այսօր ես համարում եմ որ հա իհարկե ինչ որ փորձ կարող է ավելացած լինել բայց գործողությունների հաջորդականությունը առայժմ ես չեմ կարողանում գնահատել որպես իրազեկ գործողությունների տրամաբանություն այսինքն բալանսի խախտումը ոչ միայն ռազմական բալանսի մասին է խոսքը կարող գնալ այլ նաև քաշային բալանսի մասին երկրի քաշի կամ կարևորության խոսենք երկրի քաշից երկրի քաշը Հայաստանի Հանրապետության քաշը շատ բարձր է ելնելով նրանից որ մեծ թուրան ծրագիրը որը վերջին հաշվով արևմուտքում նստած է որպես լարվածության աղեղ պետք է անցնի պարտադիր Հայաստանի վրայով եւ ավարտվի Միջին Ասիայով եւ Ղազախստանով Միջին Ասիա եւ Ղազախստան դա նշանակում է նաեւ ունենալ յուրօրինակ ազդեցություն, կաշկանդիչ ազդեցություն Չինաստանի վրա։ Մենք չենք կարող չհասկանալ այնքանը, որ հա, այստեղ Հայաստանն է, որ կիսում է այդ թուրան աշխարհ կոչվածը։ Այս ՆԱՏՕ-ի ժողովի ժամանակ, երբ որ գնացել էր Թրամփը, երբ որ պետքա դիմավոր էր նրան Էրդողանը, դիմավորում էին 17 մարդ։ Թրամփը զարմացել էր, թե էսով են Բոլոր թուրքական բոլոր թուրքացակում ժողովրդների լիդերները այնտեղ էին եւ խոնարհվում էին բոլորը միասին եւ Էրդողանը որպես հայր այդ ամենի ցույց էր տալիս որ այդ յուրօրինակ աղեղը որով կարելի է զսպել ինչպես Չինաստանին այնպես էլ Ռուսաստանի հարավը հրկիզել ամբողջովին կախված է իրենից բայց դա այդտեղ գոյություն ունի մի հատ Հայաստան այդ Հայաստանի խնդիրը պետք է լուծվի այդ Հայաստանի խնդիրը չի կարող լուծվել մեր պատկերացրած գոնե միջին վիճակագրական իրավիճակի կայունացմամբ այդպես չի նրանք պետք է ունենան բացարձակ գերակայություն որպեսզի այդ համաշխարհային ծրագիրը իրականացվի դրա վրա ծախսվել են աներևակայելի գումարներ չմտածեք թե այսօր առաջացել 5 տարի առաջացել ոչ դա խորհրդային միության փլուզումից իսկ առաջացած ծրագիրը Այդ ծրագիրը ըստեյության 100 տարի գործում է Դուք ասեք որ ծրագիրը հա անվանեք այդ կամ նկարագրեք այդ ծրագիրը Պանթուրանական այդ ծրագիրը որը ունի ինչպես այսպես իրեն տերերը այսինքն այն ուժերը որոնք կանգնած են եւ դրա հակառակորդները բայց ինչ չի թվում թե հիմի հակառակորդները շատ ուժեղացել են, նաև ասենք նայում եք Ղազախստան, Ուզբեկստան տեսնում եք դե բլոգոսֆերայում եղան, բուն ղազախներ են դեմ խոսում,
դրա այդ ծրագրի դեմ, որտեղ ասում են մենք մեր ու թուրքերի Լավ, դա այլ հարց է։ Մենք խոսում էինք բալանսի մասին, արդեն ուզում ենք ամփոփել Հայաստան եւ Ադրբեջան այդ քաշային բալանսը խախտված է թե չէ ի վնաս Հայաստանի, դուք ասում եք Հայաստանի ի վնաս չէ։ Ռազմական բալանսը պետք է խոստովանենք, որ ինչ-որ չափով խախտված է ի վնաս Հայաստանի, դեռ չի վերականգնված։ բայց այն, որ Ադրբեջանը օպերատիվ առումով գտնվում է նեղ իրավիճակում եւ շրջափակված է Ռուսաստանով եւ Իրանով, իսկ Միջինասիական հանրապետությունները առաջին իսկ տագնապալի քայլի դեպքում ընդհանրապես հետ են քաշվելու, որովհետեւ նրանք ցանկությունը չունեն ոչ Չինաստանի դեմ գնալու, ոչ Ռուսաստանի, հա, Ամերիկայից փողը վերցնում են, հոլանդական բանկերը սփռում են այնտեղ փողը, հələ մինչև հիմա այն, երբ որ ես տեսել եմ մի 15-16 տարի առաջ է եղել։ Ղազախստանում այդ էին իրականացնում, բայց նրանք ոչ մի յոտա առաջ չեն գալու։ Եվ Ադրբեջանը մնալու է միայն Թուրքիայի հույսին։ Թուրքիան էլ որպես ՆԱՏՕ-ի երկիր իր ռիսկի շրջանակում չի պատկերացնում, որ ինքը կգնա Պարսկաստանի եւ Ռուսաստանի դեմ։ Ես ուղղակի շեշտադրում մի հատ անեմ, ասենք բոլորին համար աննկատ մնաց այս վերջի բախման ժամանակ 5 թե 6 ամերիկյան F-35 կործանվեցին ու ոչ մեկ չի խոսում դրանից։ Դա հերկվում էր, դրա համար պարզ չի դա իրականում եղել է թե ոչ կամ միջոցները ես կարան հերքեն, հիմա ամեն ինչ հերքում են եւ բան են, բայց այն որ ասենք չեն կարողանում մի փոքր նույնիսկ առաջխաղացում ունենան Պարսկաստանում այդ ակնհայտ ցույց է տալիս Պարսկաստանի որը կանգնած է հավաքական արևմուտքի առաջ ինքը տեխնոլոգիապես շատ ուժեղ եւ զարգացող Իրանը այնպես է սպառազինված, այնպեսի սպառազինություններ են մտցրած, որ նրա խոսույթից արդեն, որ ինքը բանակցություններ է վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, երևում է, որ նախորդ պատերազմի Իրանից զգալիորեն ավելի վստահ է իր կեցվածքը, եւ դա կարող է լինել պայմանավորված մենակ մի բանով, որ նրան օգնել են ծայրահեղ բոլոր սպառազինությունների աստիճանը բարձրացնել։ Միացյալ Նահանգները համարում են, որ դա բլեֆ է։ Դա կարող է լինել բլեֆ մենակ այն դեպքում, երբ որ սոսկ խոսույթ չի, երբ որ ամերիկական աղբյուրները նշում են, որ զարմանալի բան է F-35-ի ռադարները, որոնք աշխատում են, ներքևում գտնվող հակաօդային պաշտպանությունը որսում է Իրանում։ Դա տված ամերիկյան տվյալ է, որը ցույց է տալիս, որ նոր տիպի քվանտային ռադարներ հակաօդային առաջացել են, որոնք դարձրել են երկինքը զգալիորեն փակ, այսինքն շնորհակալ եմ, ավարտում ենք վերջին ձեր հնարավոր ուրեմն արձագանքը, ինչ որ բան եք ուզում ավելացնել։ Այո, ես ուզում եմ ասեմ, որ շփվելով եւ տեսնելով այդ ոլորտում գիտության բան, այն զարգացումը, ռեալ զարգացումը գիտատեխնիկական, տեխնոլոգիական, որ Չինաստանը արձանագրում է, պատահական չի, ասենք նայեք Չինաստան, Հյուսիսային Կորեան նաեւ Չինաստանի հետ շատ խիստ կապված է, ես ասենք նայում հյուսիս կորեական հրթիռները եւ այլն, ասենք իմ որոշակի ասենք որ առնչություն ունեցել եմ այդ տեխնոլոգիաներին, տեսնեմ թե ինչ մակարդակի է տեղ գերզայնային հրթիռներ, նույն էլ չեմ ասում որ Հյուսիսային Կորեան եւ ատոմային եւ ջրածնային ռումբուն եւ այլն, այդ ոլորտը շատ արագ զարգանում է եւ ուժային ձևով Իրանին տապալել դա անհնար բան է, ես էլ եմ եւ դա իհարկե մեզ համար շատ վատ կլներ, շատ հնարավոր է որ Ադրբեջանը որպես այդ արհեստական կազմավորում, որը ստեղծված է որոշակի խնդիրներ։ Հո այդ մարդիկ Իսրայելը չեն կորցնելու։ Իրանք համարում են Իսրայելն ավտանգվելու եւ ասենք դրանից հետո այդ ամբողջ տարածաշրջանը նաեւ Հայաստանը գտնվել է մի գոտի, որտեղ քաղաքակրթական ընդհանուր մեծ ընդհանրություններ կա, 5 քաղաքակրթություններ, մշակույթ եւ այլն։ Համենայն դեպս իմ պատկերացմամբ տենց է լինելու եւ մենք շուտով շատ հետաքրքիր բան կտեսնենք, ինձ թվում է ստրատեգիական համաձայնագրի ստորագրում Իրանի հետ, օրինակ։
Շնորհակալություն։ Իսկ Իսրայելի հետ ինչպես կզարգանան Հայաստանի Իմ խորին համոզմամբ Իսրայելի հետ պետք է այնուամենայնիվ բանակցություններ վարվեն վստահության մակարդակի վրա, որպեսզի ավելորդ չարություն ոչ մի կողմում չկուտակվի։ Ոչ եղեռնը ճանաչելով, ոչ չճանաչելով, անհրաժեշտ է նաև ժողովրդական դիվանագիտության քայլեր իրականացնել, որպեսզի այդ ամենը չվերածվի նորանոր վտանգների համաշխարհային թատերաբերմանը։ Վարդան ջան, դա ես որոշ մի քիչ տեղյակ եմ, դա իրականացում է հայքի շրջանակներում, ես հայքի նկատնում, ասենք մարդիկ կան հայկական աշխարհում, որոնք հանդիպում են նույն բանը։ Մի խոսքով հարաբերությունները պահվում են Իսրայելի հետ, Իսրայելը Շնորհակալ եմ պարոնայք ձեր ժամանակի համար, ձեր այս քննարկմանը մասնակցության համար, շատ շնորհակալություն։ Ես ուզում եի վերջում ասել, որ մենք զարգանալու, վերհառնելու մեծ հնարավորություններ ունենք, ես ասում եմ, ելներով կարամ մի փաստ բերեմ, ասենք, մարդիկ ասենք շատ մարդիկ ուղղակի տեղյակ չեն կամ այդքան գրագետ չեն, որ հասկանան, թե այսօրվա աշխարհը ինչ չափանիշներով է զարգանում, ինչ բան արհեստական բանականություն, որոշ ասենք երգչուհիներ, պարուհիներ ելույթ են խոսում են արհեստական բանականության դեմ, այսինքն ընթացքը դա է, համաշխարհային ընթացքը, մենք պետքա կարողանանք ղեկավարենք, այսինքն ներգրավենք այդ եւ լինենք բաներ, ինժեներներ այդ գործի մեջ։ Բարի, շնորհակալություն պարոն Գևորգյան, Դա եւ արվում է Հայաստանում եւ Հայաստանը պետք է նաեւ Հայաստանի հետ արհեստական բանականության ֆաբրիկաներ պետք է կուրացանեն նաեւ Ղազախստանում։ Դու պատկերացնում եք այդ ինչ հնարավորություն է, որը թույլ է տալիս մեր վերականգնել հին մեր այսպես ասած կոդը, որ մենք միշտ կոմունիկատորի դեր ենք խաղացել, ոչ թե կոմունիկատորը այն ա եղել, որ ասենք այդ ճանապարհի այս հատվածը մեր մոտա մենք դնում ենք արգելապատնեշը եւ փող ենք վերցնում։ Ոչ, կոմունիկացիաները այդ մարդկային հարաբերությունները վստահությունն է եւ ստեղծագործական աշխատանք, որը մենակ ունակ ենք հայր անել, ադրբեջանցի հետ դա ուղղակի հնարավոր չէ։ Գնահատմամբ պարոն Գևորգյան, պարոն Խաչատրյան, շնորհակալություն, սիրելի բարեկամներ, զրուցում էր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։